Համապետական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի խոսափողերը լռել են քվեարկությունից մեկ օր առաջ կենտրոնական ընտրականի հանդիպումը միջազգային դիտորդների հետ է։ Ազգային այս ընտրությունները ըստ էության առանձնանում են այն մեծ ուշադրությամբ, որը որ սևեռված է։ Տարբեր աշխարհամասերից շուրջ 647 պատվիրակ է Հայաստան եկել խորհրդարանական ընտրությունները դիտարկելու եւ գնահատելու համար։ Հայկական ընտրությունը կլինի Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻ գրասենյակի, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, միջազգային հանրապետական ինստիտուտի, ինչպես նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունների խոշորացույցի տակ։ Եվրոպական կողմից ընտրական գործընթացին հետևելու է 528 դիտորդ, իսկ ԱՊՀ-ից 119։ Տեղամասերում կլինեն նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների 126 այցելուներ, մի շարք պետությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովների պատվիրակություններ։ Միջազգային հանրության մեծ ուշադրություն կա։ Եվ դա Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար առավել քան պարտավորեցնող է։ Եվ մեր ջանքերը միտված են եղել, որպեսզի նույնիսկ չնչին թերություն չլինի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը արձանագրում է, մինչև այս պահը նախընտրական գործընթացն անցել է օրենսդրությամբ սահմանած կարգին, ասել է, թե օրենքի տառին համապատասխան։ Այո, քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը մեկ-մեկու քննադատելով, ասեմ, այդ նախընտրական պայքարը, որը որ շատ թեժ է, այդ մթնոլորտում ասում է, բայց ընտրական համակարգը իր պարտականությունները լիարժեք կատարել է եւ կատարում է։ Իրենց գնահատականները միջազգային դիտորդները կհանրայնացնեն ընտրությունների ավարտից հետո։ Հիմա Հայաստանի ընտրական օրենսդրության վերաբերյալ վերջին ճշտումներն են անում, որ իրենց դիտարկումները լինեն փաստարկված։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։